Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց հոկտեմբերի 26-ին քահանայական օծում ստացած 6 հոգևորականներին։ Նորին սրբությունը շնորհավորեց եւ բարի ծառայություն մաղթեց նորաուց քահանաներին։ Արդյունավետ եւ հաջողված ծառայության երաշխիքը հոգևորականի սերն է եկեղեցու զավակների նկատմամբ, հովվական խնամքն ու լիակատար նվիրումը նրանց վստահված համայնքին, ասաց վեհափառ հայրապետը։ Հովվապետը պատգամեց չընկճվել դժվարություններից կամ խնդիրներից, խոհեմությամբ ու համբերատարությամբ հաղթահարել դրանք, հորդորեց ամուր լինել կոչման մեջ։ Հայրաբար խրատեց գործել ճշմարտությամբ եւ անձնազոհության բարձր գիտակցումով, մի ձեռքում ունենալով խաչ, մյուսում ավետարան։ Երիտասարդ քահանաները 6 տարի ուսանել են Մայրաթորի հոգևոր կրթարաններում, մինչև ձեռնադրվելը ծառայություն են իրականացրել տարբեր թեմերում, եկեղեցական կառույցներում։ Հեշտ չէ բաժանվել սովոր միջավայրից, ասում են քահանաները, բայց պատրաստ են խանդավառությամբ իրականացնել իրենց առաքելությունը։ Քահանայության մոտենալուց առաջ էլ դեռ մտածում էի, որ շատ դժվար ճանապարհ է լինելու։ Այն ճանապարհը, որը նեղ է դեպի արքայություն է տանում, եւ այն ճանապարհը, որը լայն է, տանում է դեպի կորուստ։ Դա գիտենք արդեն Սուրբ գրքից, այդ դիրքորոշումով եմ մոտեցել քահանայական ձեռնադրությանը։ Տեր Դավիթ Քահանայգիթյանը մինչև ձեռնադրվելը ծառայել է զինված ուժերի հոգևոր առաջնորդությունում։ Մասնակցել է քառօրյա եւ 44-օրյա պատերազմներին։ Ավագ գնդերեցն ասում է, ուրախ կլինի ծառայությունը շարունակել զինված ուժերում։ Ցանկացած երիտասարդ, երբ որ մտնում է եկեղեցի, սկսում է ծառայել խորանին, ինչ որ մի պահ հասունանում է իր մոտեն մտածելակերպը, որ մի օր էլ ինքը դառնա այդ խորանի սպասավոր։ Հիմա մենք անցնելով երկար ճանապարհ եկանք հասանք այդ օրվան, արժանացանք այդ շնորհին դառնալու քահանա եւ արդեն որպես քահանա մեր ծառայությունը բերելու մեր Սուրբ եկեղեցում։ Երեկ կատարվեց իմ 7 տարեկան ժամանակվա մանկական բերանից ելած աղոթքը առ Աստված, որ մի օր ես էլ եմ ցանկանում այս Սուրբ խորանի սպասավորը դառնալ եւ այստեղ պատարակ մատուցել, որի համար փառք եւ գոհություն եմ տալիս Աստծուն եւ իմ որդիական խորին շնորհակալություն եմ հայտնում ազգընտիր շնորհազարդ վեհափառ հայրապետին, Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսին, ում օրհնությունը, հոգատարությունը, աջակցությունը այդ տարիքից զգացել եմ։ Եվ այսօր մուտք գործելով վեհարան ինձ համար պատկեր եղավ դեռևս 12 տարեկան ժամանակվա, երբ հանդիպեցինք վեհափառ հայրապետի հետ նույն վեհարանում, երբ մայր տաճարում առաջին անգամ խորան բարձացա, երբ վեհափառ հայրապետից օրհնություն ստացանք այդ օրը, որը ամենամեծն է իմ հիշողությունների մեջ տպավորված։ Եվ այսօր վեհափառ հայրապետի օրհնություն ստանալը մեզ համար շատ կարևոր էր։ Եվ այստեղ գալով մենք նաև մեր խոնարհում ենք բերում, մեր ուխտն ենք նորոգում հանդեպ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, հանդեպ վեհափառ հայրապետը, հանդեպ մեր հավատքը։ Ծնունդով ապարանից է Տեր Հովհանը։ 7 տարեկանից շապիկ է հագել, օգներ Սուրբ Խաչ եկեղեցու քահանաներին։ Սարկավագության տարիների ընթացքում Մայրաթոր Սուրբ Էջմիածնի լուսարարապետությունում է ծառայել։ Ես բախտ եմ ունեցել այս շրջանում տաճարի վերահսկման ծիսական հարցերում զբաղվելու, տաճարի շինարարության մեջ իմ ներդրումը բերելու, իմ խոնարհ ծառայությունը բերելու, որի համար փառք եւ գոհություն Աստծուն, որովհետեւ այնպիսի ծառայություն էր դա, որ չեմ կարծում ամեն մի հոգեվորական բախտ ունեցել այդպիսի ծառայություն բերել։ Նորաուց քահանաները Մայրաթորում 40-օրյա պահեցողության, աղոթքի եւ խոկումի շրջանից դուրս գալուց հետո կմատուցեն իրենց անդրանիկ պատարագը, ապա ծառայության կնշանակվեն Հայ առաքելական եկեղեցու տարբեր թեմերում։ Անուշ Առաքելյան, Վռամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։